Համվարչապետ սահմանազատման գործընթացը ներկայացվում է որպես խաղաղության գործիք, սակայն գոնե այս պահին հասարակության համար պարզ չէ դրա հաջորդ քայլը եւ այս տարվա մասով կոնկրետ ինչ անելիքներ կան եւ արդյոք ամբողջական սահմանազատումից հետո Հայաստանի Հանրապետության իշխան տարածքներից ինքնական դուրս կգան ադրբեջանական զորքերը։ Ես երկրորդ հարցին բազմիցս անդրադարձել եմ եւ սահմանազատման գործընթացը հենց դրա մասին է, որ ճշգրտվեն փոխադարձաբար ճանաչված տարածքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դուք գիտեք, որ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում արձանագրված է Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբ եւ դա պետք է իրագործվի։ Սահմանազատման գործընթացում գիտեք, որ հանդիպում տեղի է ունեցել եւ հիմա որոշակի աշխատանքային process-ներ են տեղի ունենում եւ պատեհ առիթով սահմանազատումը գործընթացը կշարունակվի, այսինքն հիմա էլ է շարունակվում, բայց ամեն ինչ չի որ գետնի վրա տեղի ունենում, որովհետեւ գետնի վրա իհարկե տեղի կունենա, որովհետեւ հատկապես կապուղիների եւ թրիփ ծրագրի մեկնարկի համատեքստում առնվազն պետք է սահմանի հատվածները սահմանագծվեն, որպեսզի կոմունիկացիաները սկսեն աշխատել եւ այո, ես գիտեմ, որ ակտիվ աշխատանք է գնում գետնի վրա, երբ որ լինի համապատասխան տեղեկատվությունը կլինի։ Նկատի ունեմ նախատեսված է, բայց ինքը նրբություններ ունեցող աշխատանք է, հիմա այդ նրբությունների փաստաթղթային նախապատրաստությունների վրա աշխատանք է տեղի ունենում։